Ցրտի նաղիլիջ լողալու եկած պապիկների ծրագրերը փոխեցին փորձագիտական կենտրոնի դրոնը, տախիոմետրն ու անդրադարձիչը։ Փորձագետները ժամանակակից սարքերով այստեղ են, չափելու տարածքի ռելիեֆն ու լճի խորությունը, նաև բացահայտելու լեռնային եւ ջրային զանգվածներում թաքնված օգտակար հանածոները։ Առաջինը դրոնն են օդանում, թռչնի բարձրությունից տեղանքը նկարահանելու։ Դրոնը իջավ, գործի անցավ տախիոմետրը։ 360 աստիճան պտտվելով 40 լուսանկար է անելու, հետո սքանավորի լճապն ու հարակից տարածքները։ Արհեստական բանականությամբ սարքը կազմում է տեղանքի եռաչափ պատկերը, տարբերում է թե սարն ու թուփը, թե մարդուն ու մեքենան։ Մոտավորապես 12 րոպե ինքը սկանավորում է։ Տարածքը շուրջ 6 մմ կետեր է չափում։ Փաստացի այս պահին ինչ իրավիճակ կա տեղանքում, ինչ կամերայով գործիքի կանգնած դիրքից կարող ենք մենք դիտարկել, այդ տարածքը ամբողջությամբ նկարահանում է։ 12 րոպեից լիճ են իջեցնում ռետինե նավակը։ Փորձագետն անդրադարձիչը ջուրն իջեցնելով հաշվում է ջրային մակերեսի խորությունը, արձանագրում ընդերքի անհարթությունները։ Օդում, ջրում եւ ցամաքում սարքերի չափումներն արված են։ Աշխատանքը շարունակում է մարդը։ Համադրելով ստացված տվյալները, փորձագետը ամբողջացնում է լճի ընդերքի, ափերի եւ լեռնային տարածքների վիրտուալ մոդելը։ Արդյունքները հնարավորություն կտան բացահայտելու ապօրինի ընդերք օգտագործման դեպքերը, թաքնված օգտակար հանածոների պաշարները։ Փաստացի իրավիճակի հանութագրման արդյունքում մենք համադրում ենք արդեն մինչև արդյունահանումը կատարված ռելիեֆի հետ եւ տվյալ դեպքում հաշվարկում ենք ճշգրտորեն ծավալը։ Քրեադատավարական մարմինների նշանակած փորձաքննությամբ կենտրոնի մասնագետները կարող են պարզել շրջակա միջավայրին ու պետությանը պատճառված վնասները։ Սա հիմք է ծառայում անառարկելի ապացույց է տվյալ պահին ինչ իրավիճակ է եղել, այսինքն վաղը չի կարող մարդը կանգնել, ասել գիտեք ինչ կա, այդտեղ քանդած չէր, այդտեղ բլուր է եղել, էսի ավելորդ սխալ ինֆորմացիա են վերցրել իմ գլխին, այսպես ասած սարքել ենք։ Մասնագետի խոսքով նոր սարքերն օգնում են ավելի արագ եւ ճշգրիտ իրականացնել նշանակված փորձաքննությունները, նվազեցնելով նաեւ փորձագետների ծանրաբեռնվածությունը։ Արամ Մարանդյան, Ժիրայր Հաբետյան, լուրեր։